Գիտեք, ձեր մասին մոռացել եմ տիկնայք և պարոնայք հասարակական գործիչներ։ Տիկին Խուդավերդյան, Էդմոն Մարուքյան, ռևոլյուցիոները մեր անհաջող որ չի ստացվում, Կարեն Արայան, դուրներդ գալիս է ինչ է կատարվում ազգային տերարիումում։ Լավ, դες կթողնեմ վերջում, սենց ասում դեսերտ, վիշինկանա տորտը, հիմա անցնենք տակ ուտեստին, թե չէ ջիգարս վարվում է։ Ինձ որ բարև դες, իմ ստապդատող հետևորդ, ասալամ ալեյքում, նիկոլականներ, եվրոպամետներ, թրքամետներ, դուրներդ գալիս է ինչ այն պորջապետական չինովնիկները թե ինչեր են անում, հա։ Հիմա լսեք նիկոլականներ ու հələ լսեք սրան, այս են բանին, ինչ էր ասում, արխեատիպային էդ մեր չինովնիկին, որ հիացած է բանով, էլի, են Գոր Վարդանյանի ֆիլմերով, լսեք էլ է։ Հենց արքետիպային հերոս կա է հայկական մշակույթի մեջ, կներեք արտահայտությանս համար պորջի լակոտ, դա Գոր Վարդանյանի կինոներում օրինակ իմ շատ սիրելի։ Լսեցիք, ես չեմ մոռանա, որ հենց նույն ԿՊ-ն քննադատում էր այդ Գոր Վարդանյանի անմագարդակ այդ ֆիլմերը, նրա այդ գաղափարները, նրա այդ մշակույթը, բայց ոնց տեսանք մեր այդ գործիչը, ինչ էր անունը, Ռուբինյանը, ասենց ասած, ասում է իմ շատ սիրելի Գոր Վարդանյանի ֆիլմը։ Այնտեղից մեջբերում է անում, էլի, այդ պորջ տեսակի մասին, էլի, այ թե ինչ որտեղ են սրանք դաստիարակվել, էլի։ Ու հիմա հետաքրքիր է, ԿՊ-ն ինչ արձագանք կանի, էլի սրան, էլի։ Ես կզարմանայի, որ բանը Ռուբինյանը ճանաչեր օրինակ մեջբերում աներ Մարլոն Բրանդոյի կերպարից այդ Կնքահայրը ֆիլմից, էլի, մակարդակ բան է, սրանց համար չի։ Սրանք անմակարդակ, տգետ, այդպես բաների վրա դաստիարակվեն։ Վերվարածներ, որոգայթ, այդ կայսրության թևեր, մեվեր, տգիտություն է, անգրագիտություն է, էլի, այդ թե որտեղ է դաստիարակվել, այս ազգային ժողովը ընդհանրապես, էլի, Քոչարյանի տղեն էլ պակաս չէ, էլի, դրանք նույն հայաց չիչած այդ ֆիլմերի վրա դաստիարակված, ես մի սերունդ են, էլի, սերունդ, որ լսեք, ես երբեք, տեսեք, իմ ժամանակը չեմ ծախսի, նայեմ այդ անմագարդակություններ, էլի, այդ որ կա, այդ կայսրության թևեր, այդ Գոր Վարդանյանի Միացյալ Նահանգներում, նայեք, կինոմատոգրաֆի հայրենիքում, սենց ասած, նկարվում է այդ անմագարդակությունները։ Ու այդ դրա արտացոլանքն այսօրվա ազգային ժողովը։ Իսա հերթով սաղով կանցնեմ, էլի, սաղի վրայով։ Պորջապետական չինովնիկներ, այս սրանք են, որ ժողովրդի գրպանից, հարկերից սնվում են, սմա, այսա է հայկական գենը, նայք, ու հլը ոմանք ասում են ջհուդն է մեղավոր, էլի, ստեղ ջհուդ կար էտեղ, ստեղ հրյա կար էտ ազգային ախորում, էլի։ Ես հետաքրքիր է, որ վաղը մյուս օր մի հատ Նայիրի Հունանյան ծնվի նոր, ագնեմյոտով մտնի այդ ազգային տերարիումը, ու սենց մոխրացնի լրիվին, էլի, սենց մի հատ լրի, վարի, քոքով, մոքով, դրանց աթորներով, բանով, էլի, ամեն ինչով։ Ինչ գնահատական ենք տալու, ասելու ենք սա ահաբեկի չէր, թե ազգային հերոս, լեգենդ, հələ գրեք ժողովուրդ, այ գրեք, սենց երազելը վատ չի, էլի, սենց ֆանտազիաների մեջ ապրելը։ Ու չգիտեմ, ձեր մոտ եթե մարդիկ կան, որ են արհեստական բանականությամբ տենց ֆիլմեր են, էլի, կարողանում մոնտաժեք, մի հատ այդ լավ մոնտաժ արեք, նայենք ջիգարներս հանգստանա, թե ոնց են այդ կարիճ-մարիճներ, այդ օծեր, մոցեր, կոբրաներ, ընդ վառվում այդ ազգային այդ տերարիումում, էլի։ Ու ինձ չէ հիմա դատապարտեք կենթանասերներ, լսեք,
որ դաժան բաներ եմ էլի առաջարկում կենթանիների նկատմամբ մեկ է դեզար դատախազություն է գործառույթին ասում դաժան վերաբերմունք կենթանիների նկատմամբ էլի քարոզում են այդ կենթանիներին հասնում է դրանց քոքը գենոֆոնդը պետքա ջնջվի հայկական տոհմածառից գենետիկա էլի գեների հետ պետքա դրանց քոքը ջնջվի լրիվ Սա մեր արտացոլանքն է ժողովրդի Ես այնայր այս իսանները որ կան ընդեղ այդ Հակոբ Արշակյան, Ռուբեն Ռուբինյան, այն մնացածը, այն Թորոսյանը, բանը, սրանք երբեք այս անմակարդակները ու Քոչարյանի տղեն, Լևոն Քոչարյանն էլ էտները, սրանք երբեք նայեք Բայրոն չեն կարդացել, էլի մակարդակ ունենան Սրանք երբեք օրինակ Պուշկին կամ Հեմենգուեյ չեն ծանոթացել այդ կրթությանը, քաղաքակրթությանը, սրանք այդ անմակարդակ ֆիլմերի վրա են դաստիարակվել, փողոցել դուրս չեն եկել։ Սրանք այդ պորճապետական այդ ամեն ինչը որ կա այդ ձևավորվել է, սրանց աշխարհն է։ Այն դեռևս այն 90-ական, 80-ականներին կար է, այն Բրուս Լին Են Չակ Նորիս բան, Վան Դամ, այդ թվերում են սրանք հլը մնացել, արա, են իրանց կռիվներ են, լեզվա կռիվը բան է, մի խոսքով էլի, կամ այս մյուսը, այս ինչ էր անունը, Հակոբ Արշակյան, ազգային ժողովի արդեն փոխնախագահն է, հլը լսեք սրան, նայեք Զմանստեղից, բայց ասում են, որ հայրը թուրք է, անունն էլ են ասում, հայրենիք դավաճաններ են, բայց մեկ Այս երևույթին նկատի ունեմ Դուք սրա փողկապը տեսնում եք Հնայք փողկապը տեսեք հիմա Մեր մոտ դա շատ հետ են էլի մեր ժողովուրդը Ես ասեմ իրա հաքի փողկապը Սա գիտեք կա դրես կոդ էլի որ օրինակ չինովնիկը պետական աշխատողը պետքա տարբերվի են բրոկերից են ֆոնդային բորսայի էլի Wall Street, New York-յան, էլի, ասենք որ սաքս խանութներից են Park Avenue-ի հագնվում, էլի։ Որտեղ այնտեղ այդ մաժոր տեսակն է հագնվում, էլի։ Դուք սրա փողկապը նայեք, հաստատ Ռոբերտո խանութից է առել, նայեք։ Որ երբեք պետական գործիչը նայեք, ուշադրություն դարձեք, այս դեպի փողկապ չի թույլ տա իրան, էլի։ Բայց սրա մակարդակը նայեք, սրա խոսելաձևը, սրա ոճը Փողկապից արդեն երևում է մարդը կրկնօրինակում է եսին իր ֆիլմերի երազած տղաներին էլի չգիտեմ ընդ այդ ձևի փողկապ մեկ էլ կապում են այն բաներ էլի են պանտովի advokatներ կան էլի ամերիկյան այդ համակարգում էլի այդ որ ցուցամոլ այդ կարգի սա բաներ էլի փողկապ կապել էլի չի էլ հասկանում թե ինչ է հակնում Այսա մեր մագարդակն է, էլի, նմանակ են օտարներին, էլի, նմանակ են, բոլորներին, նիգոլներին, են որ SMS-էր է գրում, SMS-ով մարդկանց գործի անում, այ, այս էլ է նմանակ է, այս նմանակումը, տեսեք, սա բանից է, ոչ մեկ մեր մոտ չի անդրադարձել, սենց SMS-ով աշխատանքից ազատեց բանը, Իլոն Մասկը, երբ որ առավ բանը, Twitter-ի աշխատողներին, SMS-ով, Նայեք իրանք նմանակում են ուրիշներին Գնաց է Մոսկվա տեսավ Պուտինը նմանակեց Պուտինի կորտեժը էլի նույն ձև հիմա ինքն Հայաստանում երթևեկում էլի սրանք դատարկություն են Ու հիմա բանը Քոչարյանի տղուն տեսակ չէ ոնց էր պաղկվել են իր սամուրայների հետև էլի Ինձ հիշացրեց մեր բակը իսկական ասում բռնեք չխփեմ էլի Թողեք ես խփեմ Նախ բայք ու թողեք երբ որ ես ասեմ Այսա մագարդակ է, այս սրանք ոչ մեկ ծերից ծեր են, որ ասում է հայաց չեն իջել, սրանք տելևիզորի մեջ մեծացել են, են էլ հայկական էլի, մի քանի
Այդ փողկապն էլ երևի Ռոբերտո Խանութ է տեսել, այդ բանը, այդ Հակոբ Արշակյանը, ու զարմացել է, վայ, գնամ ընդեից առնեմ, որ ասես դա ինչ-որ մի բան ֆիլմերա նայել, դա ինչ-որ միտեղ ինտելեկտ է զարգացրել, որ հասկանա թե որտեղ ինչ պետք է հագնեմ, որ նա քաղաքական գործիչի կամ բանի, հերույա մեր այդ ախորից հերույա։ Այ Քոչարյանի տղեն, ոնց որ նույն ձև են, փողոց են, մեր բակը, տեսեք, այդ 90-ական թվերն, այ այդ մակարդակի վրա, հերվից խոսա, բռնեք, ես չխփեմ, ու սա ուզում է դառնա վարչապետ, լսում եք, հասարակական գործիչներ, Անի Խուդավերդյան, Մարուքյան ընդեղ, Արայան, Բարուր Հայրիկյան, այ, եսա ձեզ կամ, սպասեք, այ, Քոչարյանի տղա, լսիր, օրինակ դու մի քիչ մակարդակ ունենայիր, մի քիչ դրա համար ասեցի, օրինակ Բայրոն կարդայիր կամ Պուշկին, Հեմինգուեյ, էլի։ Դու ուրիշ բան կանեիր, էլի ավելի մակարդակով։ Դու ինքդ սպորտային այդ բանի մեջ ես, էլի։ Դու ձեռնոց կնետեիր, դու սատիսֆակցիա կպահանջեիր, էլի։ Այ որ կարդացած լինեիք Բայրոն կամ բան, Պուշկին կիմանայք թե սատիսֆակցիան որն է, էլի։ Կամ Հյուգո։ Հրավիրեիր մենամարտի, դուելի, ռինգում։ Ոնց արեցին բանեն, Իլոն Մասկն ու բանը ասենց որ գցեցին, որ իրար հետ պիտի բոքս կպնեին ու Ցուկերբերգը, հիշում եք։ Այդ կարգի մի հատ մակարդակով բան աներ, արա։ Կանչեր 3-ին էլ են 4-ին էլ բոլորին իրար հետ հերթով են 3 հրացանակիներով ոնց է ասում դու ժամը 1-ին կգաս դու ժամը 3-ին դու 6-ին դու 8-ին այսինքն 4-ին էլ հրավիրեի առանց հայհոյանքի դու դա բարոյական ապտակ կլիներ ու քո վարկանիշն է կբարձրանա տես ես ինչ եմ ասում ես ցույց եմ տալիս մակարդակ մեր անմակարդակ հայերին այդ որ լցված են այդտեղ էլի Այդ բոլորը ձեր վրա չվերցնեք, մակարդակով հայեր էլ կան, բայց դրանք կարմիր գրքում պետք է գրվեն, էլ իմ հետ միասին։ Այսինքն մի քայլ անեիր, ոչ թե հայհոյեիր, այնտեղ կնանիքի հետևը պաղկվեիր, բռնեք չխփեին, բան, քրֆեիր, ասենց քթի տակը։ Այսինքն քայլ անեիր, հրավիրեիր մենամարտի, դու սպորտային ինչ որ այդ իրավիճակ ունես, էլի ֆորմայի մեջ ես։ Պերչատկը կհագնեիք այդ բոքսի, էլի կանչեր ասեր, արի դե պատժում ես, ինչ ես անում, արի տղամարդ ես, խոսքի տեր եղի, սպորտային ինչ-որ մի կոմպլեքսի, որտեղ կա բան, բոքսի հայատ գնայիք, այնտեղ լավ ռինգեր կա, գնայիք ընդեղ, առանց խուլիգանության, առանց բանի մտնեիք, 2 հասուն տղամարդ, գնայիք սպորտային զալա, գնայիք խփեիք իրար, տեսնենք ով էր հաղթում, գնայր դե դրանց սաղին կծխեր, ես գիտեմ Բայց չէ, դու այդքան մակարդակ չունես, ու ուզում ես իշխանության բարձրանաս, ու այդ քո անմակարդակ, քաղքենի անմակարդակ տեսակով, ու դու գնաս ինչ-որ Ալիևի հետ խոսած կամ ուրիշ քաղաքական գործիչների արա։ Այ խայտարակություն էլի։ Այս սա է մեր հայկական փառապանց գենը։ Որ սիրում են գովանել, հայ գեն, ես առանձին հաղորդում եմ ես նկարել, հայ գենին նվիրված, էլի էդ։ Այս սա ունենք մենք, ես նայում ես, Նիգոլանդերից, համբալ, մամբալ, այդ բարեր, են մնացել էր բան օգտագործին, Մակարովի գյուլլա ես կուլ տվել, մեկ էլ արյուծի կայրդ ես խմել, արյա, մարյա, Են պորչ վիճակ, լրիվ պորչ, շատ լավ նկարագրեց իր այդ հոգե վիճակը, բանը, այդ Ռուբինյանը, սրանք, սա ժողովուրդը սրանք աշխատավարձ է տալի, արա, այ ժողովուրդ, այս սրան ենք արժանի, մեզ Վրաստան ընդեղ ճանապարհները փակել է, մեր բեռնատարները չեն կարողանում ասնեն, լուրջ գործերը թողած ընկել են, աթոռափողի կռիվ են անում, արա սրանք արա, դե սա պետք է լինի, երբ որ սերունդը դաստիարակվում է, տգետները դաստիարակում են անգրագետների, նրանք էլ նոր տխմարների, սենց է լինում Են ոնց էր ասում մեր դասականը, էլ են դասականը մեր են տգիտության։ Որտեղ հողն է մնայունը,
Փողը թուղթ է։ Լսեցիք, ասում է փողը մակուլատուրա է, հողն է մնայում, հիմա ոչ հող կա, հեսա փողի համար էլ իրար են գզում, բռնագանձում, փողեր, միլիարդներ են հետ, մակուլատուրա, արա բա մակուլատուրայի համար այսքան իրար կգզեն արա, որ ադրբեջանցին էլ ընդեղից նայում աջիգյարը հովանում ասում է, ինչ կապիկապետություն արա, ինչ օրանգուտանգներ են ընդեղ, շիմպանզեներ, օձեր, մոցեր, ես իմ սա կենտանաբանական այգել չի սա ցիրկ ուրոդով այսա ընդրել է մեր ազգը ու նույնն է լնելու է մի տարի հետո սա մեր ազգի ընտրությունն է ես չեմ զարմանա որ մի տարուց մյուս ընտրությունից հետո որ այս ինչ իշու ականջում քնածելնեն այսա դες եմ հաստում արդեն դեսերտի ժամանակը եկավ այսինչ իշու ականջում քնածելնեն մեր գործիչները այս նույն պատկեր ունենալու ենք էլի 5 տարի նույն սերիալը նայելու ենք նա նրան ասում է դուք թալանչի եք ասում է դուք էլ եք թալանչի նա նրան նույն բաներ անեն տատարա ու ես գիտեմ իմ ասոցը նայում են իրանք բոլորին էլ հասնում է նայում են ջիգալս էլ հովանում է հիմա հասանք դες Առաջինը ժողովուրդ, ինձ էլի համարներս կթողնեմ կոմենտարյաների մեջ։ Ինձ մի հատ ուղարկեք Պարույր Հայրիկյանի, մեկ էլ Շանթ Հարությունյանի հեռախոսահամարները։ Չուղարկեցիք այն անգամ։ Նայեք, ուղարկեք, ով գիտեք, ուղարկեք, ես դա գաղտնի եմ պահում, ոչ մեկին ոչինչ չեմ ասում։ Ու ոչ ոքի համարը ես մասսայական չեմ սարքում, ոչ մեկին չեմ տալիս։ Հիմա Անի Խուդավերդյան ու Էդմոն Մարուկյան Ձեր դուրը գալիս է սա, ինչ եք իշու ականջում քնել։ Վարդան Ղուկասյանը հիմա լսեք, նա կարող է մի տարի էլ մնա կամ ես իմ դատը ձգվի, Ամերիկայում դատերը շատ երկար են տևում էլի։ Նամանավանդ Հայաստան ամեն մի թղթի համար դատ ամիսներ է ձգվում միջև ստեղից տալիս են հասնեն դատարան, այդ էր խնդիրը, որ այդ դատը հետա ձգվեց։ Մի ամսով էլի դրա համար կարող է իշխանությունը նենց ձգի միջև ես իմ ընդեղ 2 տարի էլ ձգին դրա համար այսօր պետքա դուրս գան քաղաքական դաշտ ես մարդիկ արա Էդմոն Մարուկյան դու ընկած սաղ օրը ստեղ գնան բամբասես դու իսկականից բամբասանք ա կոնե դարը ոչ թե գործողություն ինչ նորություն չես ասում սկսեք կազմավորել Ալտերնատիվ մի ուժ, ալտերնատիվ մի ալյանս, որ ժողովուրդը լսի տեսնի։ Նիկոլը արդեն զբաղվում է նախընտրական պայքարով, տեսեք արդեն իր այդ բանը նախընտրական, այդ քարոզարշավը սկսել է։ Այն 3 չմո նախագաներին կանչեց ասում է եկեք բանավեճի, բոլորը քաքեցին ու չեն դուրս գալիս։ Տեսեք Նիկոլը շահեց դիվիդենդներ։ Սրանք բոլորով Հայաստանը տանում են դեպի Թուրքիա, իրար հետ, այսենց քոչարի պարելով։ Ես այսօր չէ երևի շաբաթ օրը Էդմոն Մարուկյան ու Խուդավերդյան անի, ձեզ էլի կզանգեմ։ Ես ուզում եմ տեսնեմ, դուք իրար հետ շփում ունեք, ես ուզում եմ հեռուստացույցով կամ բանով ինչ-որ միտեղ ձեզ երկուսի տեսնեմ, որ նստած խոսում եք, հետո փետը առնեմ մնացածին լարեմ ձեր մոտ։ Հետաքրքիր է Կարեն Արայանը ինչքան պետք է փորձի այդ ռևոլյուցիա անի, էլի։ Օպերայի այդ հրապարակը սարքել է իր համար ոնց որ հասկանում եք այն խաղամոլ կա, որ գնում անդադ կազինո ուզում է փող խաղաղտի, էլի, ասում է հիմա գնամ կշահեմ։ Այդ նույն ձևի ոնց որ այդ ռևոլյուցիա մոլ է դարել, բան Կարեն Արայանը գնում ամեն ամսի սկիզբ հեղափոխություն անի, այնտեղ մարդը չի գալիս։ Եվ թաթուլը ուզեն հեղափոխություն անի, ավելի շատ մարդ կհամակի ընդ։ Հելեք Կարեն Արայան, ում է սպասում։ Եթե դուք հիմա տեղից իրար չեկաք, որ նոր մի հատ բևեր ձևավորվի, ավելի լավ է գնացեք ադրբեջաներեն լեզու սովորեք, թուրքերեն սովորեք, իրանց գրողներին, իրանց մշակույթի հետ սկսեք ծանոթանալ, թե չէ դուք այդտեղ եք գնալու։ Դուք հաստատ արդեն գնում եք այդտեղ։ Այս տեմպերով որ գնաց դուք
ռազմաբազան էլ կհանեք ռուսական լրիվ բան այդ ադրբեջանական պայմաններով որ գնանք խաղաղության էլի, որ երրորդ ուժ չլինի Հայաստանում։ Հայը մնում է միանք ազատ Թուրքի դիմաց, այդ տեսեք ինչի են հանում այդ երրորդ ուժը, որ հանգի շփշվածնելով Թուրքիան Ադրբեջան այսպես մտնեն շնչեն, Ոտե կսրիել կքաշեն, կմորթենել, ինչ էլ կանեն այդ աշխարհի տանձին չի, տեսակ Տրամպը ոնց հանդիպեց այդ Սիրիայի ահաբեկիչի հետ, էլի, ասենց պաչիկ-պաչիկներ արեցին իրար հետ լավ։ Նույն ձև էլ Թուրքի հետ կանի, նույն ձև էլի Թուրքիան մի հատ ահաբեկիչ կուղարկի։ Այդ դրա համար է պետք բան, էլի, այդ սահմանադրությունը փոխելը, երրորդ ուժերից ձերբազատվելը, այս սենց գնալու եք պարելով դեպի Թուրքիա։ Հենց որ պարոնայք այդ հասարակական գործիչներ, քաղաքական գործիչներ, գուսակցություններ, եթե դուք իսկապես ազգանվեր եք, դուք իսկականից պետականամետ եք մտածում, դուք վաղվա օրվա մասին եք մտածում, դուք պետքա մի շաբաթ առաջ արդեն, մի ամիս առաջ արդեն պետքա իրար միացած լինեք, իրար հետ լեզու կտած, իրար հետ պայմանավորված։ Ես նայում եմ, լրատվական, վերլուծական դաշտում կա երկու ուժ, նախկին ներկա։ Երրորդ ոչ մեկի մասին նույնիսկ չեն էլ խոսում։ Բայց ժողովրդի 65% ասում եմ, ընկած ձեզ է սպասում, մի երրորդ ուժ է սպասում։ Հենց որ, նայեք, շաբաթ կիրակի օրը, Էդմոն Մարուքյան, Անի Խուդավերջյան, ձեզ եմ զանգելու։ Զանգելու եմ ձեր պատասխանը լսեմ։ Թե ձեզանից փով է փորձել զանգի, ով չի պատասխանել, ով ինչ է ասել, ով ոնց է կրուտի տեղել։ Կարեն Արանինը կզանգեմ, հա, նրա հետ է ես կկապնվեմ, ես կուղարկեմ, ես նրա հետ ուղիղ կապ չկա, միջնորդով կկապնվեմ, իսկ Պարուր Հայրիկյան, այնտեղ այն Շանթ Հարությունյան, մի հատ իրանց համարները ուղարկեք, տեսնեմ դրանք вообще ընդհանրապես ինչ են անում, էլի, հասկանում եք, դրանց մտածելը որն է, մենակ մեծ փրթում են, մեծ Այս ախորը որ կա, այս ազգային դեգեներատախումբը որ կա, էդիկ լինելու է մի տարուց, մյուս ընտրություններից հետո։ Երևի աշխարհում սենց բան չկա, ես չեք հավատա, ես երեք լեկցիա է լսում Խոսե Մոխիկայի մասին, էլի, նրա կյանքը, նրա անցած բան, էլի, սենց մի պատմաբանի է լսում։ Ու դրանից հետո ես որ մեր հայկական ես ամեն ինչը տեսա, լսեք, դու գիտեք ինչ հիասթափություն ես ապրեցի հայ գենից։ Այս հայ գենին նվիրված իմ մյուս հաղորդումը կլինի։ Այդ փառապանց հայի գենը որ կա, էլի։ Այսքանը, սպասում եմ, վաղը չեմ ուսոր զանգելու եմ, ուշացնել պետք չի։ Օր առաջ պետքա սկսել համախմբել ու օր առաջ պետքա ձևավորվի նոր երրորդ ուժը, ազգային ուժ, ժողովրդական ուժ, հասկացաք, Պարուր Հայրիկյան, Կարեն Արայան, Շանթ Հարությունյան, Անի Խուդավերջյան ու Էդմոն Մարուքյան, Էդոն Մարուքյան, քո համար շատ են մարդիկ ասում, քո մեջ տեսնում են բանին, են Արտուր Բաղդասարյան, են մի օքել կար, Արտաշես Գեղամյան, այ անընդհատ քեզ ինձ տենց նամակներ են գրում։ Ժողովուրդ, ես էլ եմ, կասկածներ բոլորի նկատմամբ կա։ Ես ասում եմ, ես անհավատ եմ, ես մարդկանց չեմ հավատում, բայց ուզում եմ վստահեմ, էլի։ Այսքանը։ Հենց որ այն երկուսի համարները չմոռանաք, ով գիտի մարդ, որ ճանաչում է, ուղարկեք ինձ, որ զանգեմ դրանց բռնեմ շլինքներից, պետք ունի փեդով կարելի արել, այ փեդով պետք է հավաքես սաղին իրար գլուխից, մեր հայկական գորոզ գենը, այդ խրոմոսոմը մեր գենի մեջ։ Այսքանը, հենց որ Ժողովուրդ ջան, բանը, ինձ նամակ գրելուց, մի բան էլ ասեմ, գրեք կամ ռուսերեն, կամ հայերեն, կամ անգլերեն, տառեր էլի։ Մի տենց, այնտեղ ձև կա, դուք քաշեք բան, հայերեն ալֆաբետ կամ բան, էլի, այդ Google-ը ունի, էլի, Google-ի այդ
կլավիատուրան, քաշեք։ Ու հետո ձայնայինով կարող եք գրեք, դուք մի քիչ աշխատացրեք, հեռուստացույցի դիմաց դրեք ձայնային այդ պահը, ու թող հայկական եթեր լսի, ինքը արհեստական այդ բանականությունը որ կա այդ քո լեզուն սովորում է, ով գրում է, էլի, իր ինտոնացիան, իր ժարգոնը, ու սկսում է հետո ճիշտ գրել, աշխատում է։ Ես իմ նամակների մեծ մասը ձայնայինով եմ գրում դες, էլի։ Դրա համար, ես էլ սենց խորհուրդ, որ ես մի քիչ հեշտ կարդամ, էլի, տանջվում եմ շատ անգամ կարդում եմ, հետո հոգնում եմ, էլի։ Բայց բոլորիդ գրածը կարդում եմ, եթե չեմ կարողանում արձագանքեմ, չեմ հասնում, դե ինձ էլ կարելի է հասկանալ։ Շնորհակալություն բոլոր նամակների համար, տեսեք, ես հետևում նայում եմ, այդ թեմաները բոլորը կա, ես կանդրադառնամ ու անդրադառնում եմ, շատ բաներ կա, որ ես բոլորին էլ ասել ու պատասխանել եմ։ Այսքանը, շնորհակալություն ձեզ, այսքան 25 րոպե ձեզանից խլեցի, թե հավանեցիք լայքը դրեք ու բաժանորդագրվեք, ու ձեր ծանոթներին ասեք, որ ես ասում եմ, իմ բանակը, որ ձեր հզորանա, փետը առնելու եմ ընկնեմ այս բոլորի հետևից մարդ սարքեմ, այդ խամուստի քանդակներից արա մարդ սարքեմ, որ կան դառնան իշխանություն։ Շնորհակալություն, հաջողություն։